Ժողովուրդ, այս ռոգի կարոկի յուղը փոխում ենք, արդեն որ ասում եմ կարտերը բացել լվացը մաքրել եմ, դրել եմ տեղը։ Հիմա նայեք, չգիտեմ ով ինչ ոնց, բայց ես երբեք այս երկաթից ֆիլտրը չեմ լվանում, չգիտեմ խեն ինչ որտեղ լսել եմ, որ լվանում են, շատ սխալ է լվանալը, որովհետև այս մեջի քեչանման այս թղթա կամ քեչանման այսի ծածկույթը որ կա, դա դրա համար է, որպեսզի պաշտպանի ավելի շատ չթողի այս դրուժկաները հետ, որովհետև այս մի կողմի մեջը սետկայոտ է, հենա երևում է լավ էս ինչ որտեղ հասկացանք լվացին, բայց այսի լվանալ լրիվ անիմաստ է, դա նույն բանն է, ոնց որ ասենք այս թուղթը հանես, այս թուղթա քեչայի ասես մի բան էլ էսա մատերիալը, էս էլ լվանան նորից հետ դնան տեղը, չի կարելի, էսի որ փոխում են, էսի չեք փոխում լվանում եք, դա տենց սխալ է, փոխեք, եղածը ընդհանրապես sense մի հատ ֆիլտր է կամ մի հատ sense ֆիլտր է, այդքան մեծ գումար ծախսում եք ընդհանուր յուղը փոխելու մեջ, այս մի ֆիլտրը էկոնոմիա մի արեք։ Ես իմ տեսակետն եմ ասում, չգիտեմ, նայեք դուք ձեզի ոնց հարմար է։ Ամեն դեպքում ես համ սա եմ փոխում եւ սա եմ փոխում։ Կոնկրետ այս դեպքում էլ ես մեքենան արդեն փոխել եմ, հիմա սա հիմա քանդեմ փոխեմ, հետո յուղը լցնեմ։ Յուղն էլ միայն ու միայն օրիգինալը, ֆարշը չի, ով գիտի հասկանում է, ճանաչում է, ֆարշը կեղծ է, այսպես ասած, օրիգինալից ինքը կհասկանա, որ սա օրիգինալն է։ Ես սենց նկարում եմ ինադու, սենց ասած միտումնավոր, որպեսի, որ ով հասկանում է ինքը գիտի, որ սա օրիգինալն է։ Ժողովուրդ ջան, ես այն ակցիայի շրջանակներում, որ երկու կանեստերը փոխում են, այս մի ֆիլտրն էլ լվանում դնում են, այս էլ են հետը փոխում, ասում են 60-65 դրամ, ես այդպես բաներ չեմ անում, չի կարա օրիգինալ այս յուղը փոխելով 65 դրամ ալի, պլյուս որ պետք է անպայման փոխեմ ես երկու կանեստերով, ճիշտը տենց է։